Շատ դեպքերում, երբ մարդն արդեն ունի ողնաշարի ճողվածք, նրան խորհուրդ են տալիս տուրնիկից կախվել, լողի գնալ, հա, որքանով է կարևոր, որ այդ ամենը ոչ թե ինքնուրույն արվի, այ բժշկի հսկողության տակ, եւ երբ արդեն կա ճողվածքը, չենք կարող մեր սխալ պահելաձևով վերել ավելի վատ հետևանքների։ Շատ լավ թեմա եք առաջ քաշում եւ երկար կարելի է խոսել, ուղղակի ես մի քիչ կարճ բացատրեմ։ Ինքը ճողվածքը մի տեսակի չի լինում։ Իր տեղեկայությունն է տարբեր լինում, չափսերը, այսինքն կախված տեղեկայությունից եւ չափսից պետք է ընտրել բուժման տարբերակը։ Հա, ճողվածքները լինում են պրոտրուզիա, էքստրուզիա, միջև սեկվեստր, այսինքն երբ որ ճողվածքը արդեն պոկվում է եւ ազատ լողացող ինքը ինչ որ մասնիկ է առաջացնում, դա ամենավտանգավոր ձևերն են։ Իսկ այսօր մենք տեսնում ենք ականատես ենք լինում շատ այն դեպքերին, երբ որ շատ են հարևանաբուժություն, բարեկամաբուժությունները, այսինքն բոլորը խորհրդատու են, գիտես ինչու մասնագետ։ Այո, առաջացավ ճողվածք, խորհուրդ ենք հարցնում հարևանից, բարեկամից եւ ուշացած եւ վնասված դեպքերն են շատ գալիս։ Առաջնահերթ պետք է դիմել բժշկի։ Շատ ժամանակ զանգում են, ասում են MRT անենք նոր գանք, թե չէ։ Շատ ժամանակ կարիքը չի լինում MRT ուղղակի մարդուն նայելով, հասկանալով, որ այդտեղ կարիքը չկա եւ քիչ է հավանական կամ ընդհանրապես ճողվածք չունի։ Նու ճողվածքի դեպքում համենայն դեպս ճիշտ է դիմել բժշկի։ Այսօր փառք Աստծո հասել ենք այն վիճակին, եթե նախկինում շատ դեպքերում վիրահատվում էին, այսօր հակառակը շատ դեպքերում չեն վիրահատվում, այսինքն շրջանցում ենք վիրահատությունը բուժման շնորհիվ եւ շատ քիչ տոկոսներն են, որ հստակ ցուցված է վիրահատություն։